Պարոն շնորհակալ եմ, որ այսօր եկել եք Ամեկ Պլյուսի ստուդիա։ Եվ այսպես հենց սկզբից խոսեմ այն բանի մասին, ինչի մասին արդեն գրվել է ամուլում, որ երբ ձեզ հարցրեցին հեռուստաելույթի ժամանակ, թե ինչու դուք չմտաք միասնություն դաշինքի մեջ, դուք ասացիք, որ Վազգեն Սարգսյանը ժամանակին կրակել է մարդկանց վրա եւ այդ պատճառով չեք ցանկացել մտնել այդ դաշինքի մեջ։ Արդյոք դա ճիշտ է եւ եթե ճիշտ է, արդյոք զոհվածի հետևից խոսել չի։ Պարոն Աբրամյան, ուրեմն ես որպեսզի այդ ամբողջը իմի վերեմ եւ ասեմ Կիրովականյան ավելի ճիշտ Վանաձորյան ելույթի հետ կապված հարցերը, ես պետք է սկսեմ մի փոքր նախապայմանից։ Այսօր ես ինչ բառեր ուզում եմ ասեմ, Ռոբերտ Քոչարյանից երբ որ ես հրաժարական պահանջեցի, դրանից հետո յուրաքանչյուրին բառից կամ տառից, անգամ հեռուստաելույթից մամուլի որոշ աշխատողներ անբարեթիչ կախվում են եւ ինչ որ ցանկացած բառից կարող են մի հատ լուն դավասարկել։ Մեկ ամիս առաջ ես դաշնակցականների խնդրանքով հժկնչուներ Վանաձորում տեխնացուին հրավիրել են ելույթ ունենալու, 1 ժամ 40 րոպե ելույթ են ունեցել Վանաձորի ինչ որ մի շրջանի փոքրիկ հեռուստատեսությամբ, որի աղբատը երևի 300-500 հեռուստադիրով կլինի կամ չի լինի, երբ որ հարց եկավ ինձ թե ինչի չմտակ միասնություն, ես 7-8 անգամ ասել եմ այս աբզացը, բայց ասել եմ աբզացը հիմնականում Վազգեն Սարգսյանի կենթանության օրոք։ Հիմա մահացած ժամանակով այդ բառը ես նորից կկրկնեմ, նախապես նաև իրենց ընտանիքից ներողություն, ես մեռած մարդկանց լեզվից չեմ խոսում, ուղղակի այդ բառը եթե քաղաքական գործիչ է, ուրեմն կյանքում սկսած երկրի պրեզիդենտից մինչև ամենափոքր մարդ կարող են նաև փոքրիկ սայթակումներ։ Ես քանի որ մարդը մահացած է, սայթակում եմ համարում, բայց սայթակում չէ դա։ Ես մի 7-8 անգամ ասել եմ, բացի դրանից, երբ որ 96-ի սեպտեմբերի 25-26-ի դեպքերն եղան, բոլորդ հիշում եք։ Այն ժամանակ բոլոր թերթերը գրել են, որ հրամանն արձակվել է Վազգեն Սարգսյանի կողմից, Վազգեն Մանուկյանի ընտրությունների հետ կապված այդ կրակոցները եւ հիշում եք, հաջորդ առավոտ էլ անլվա փրչոց են ասֆալտի ֆիդայինները ժողովրդի ոնց էին ծեծում։ Այս աբզաց ուղղակի պետք չէր այստեղ վերել Երևան հրապարակել այդքան մեծ աղմուկով, սա ունի նախապատմություն, ես կասեմ ինչի համար է սա։ Ներեցեք նախապատմության անցնելուց, դուք գնացել եք Վանաձոր ինչ առաքելությամբ, պրոպագանդելու դաշնակցական տեխնացուին։ Դաշնակցական իմ ընկերներ Դավիթ Լոքյանը եւ Աղվան Վարդանից խնդրեցին մի երկու բարի խոսք ասեք մեր տեխնացուին, ասի բերեք իր տվյալները, ես նայեմ, եթե նորմալ մարդ է, հժգն այնտեղ տեխնացությունի կգամ կբարի խոսեմ։ Եվ դա սկզբունքների դեմ չէ ձեր։ Չի, սկզբունքների դեմ չէ, ես ընդհանրապես սկզբունք գիտեք որ նա, եթե մարդը մաքուր մարդ է, կարող է ցանկացած կուսակցության անդամի է, ժողովրդին ագիտացիան է, որ նրան ձայն տվի։ Որտեղ իմանալով հանդերձ որ մարդը 20 տարի աշխատում է դասախոս եւ 20 տարում 20 դրամի կաշառք չի վերցրել։ Պատկերացնում եք այդպեսի մարդու համար ինձ համար ցավ չէր որ ես ագիտացիան էի։ Եվ այդ մանրուկ բանը, մեր միասնություն դաշինքի ղեկավարները զապիս են անում Վանաձորից, բերում են այստեղ, դնում են ազգային ժողովի ղեկավարների կաբինետները պատտասնում են այդ աբզացը 1 ժամ 40 րոպեից, որ ես ասել եմ այդ բառը, եւ հետո վերջում էլ մի հատ էլ համեմատում են։ Նայր հունանյանն էլ էսպես ասում։ Այսպեսի լկտի արտահայտություններից հետո այդ կասետը երբ որ ես իրենից պահանջեցի, ասեցին հանրապետության ամենամեծ ղեկավարներից մեկի սեյֆում է դրված, ասի պինդ պայեք, տակ պայեք։ 3-4 թերթ իրենք առաջարկել են որ այդ աբզացը տպեին, թերթերը ինձ երբ որ ճշտել ես ասել եմ, եթե այդ մարդը, կոնկրետ մարդը դա եղել է Գալուց Սահակյանը, ասել եմ, եթե Գալուց Սահակյանը ինտերվյու կտա, թող ինքը ինտերվյու տա եւ ասի այդ իմաստները դուք կպեք թրթում։ Եվ վերջապես գտել են ազգում երևի ես չեմ կարծացել։ Այդ աբզացը տվել են թերթին, թերթը տպագրել է, ես էլի չեմ հրաժարվում այդ խոսքերից եւ այդ խոսքը ընդհանրապես ուղղակի չէր կարելի մեռած մարդուց իմ կարծիքով, խոսել մի քիչ նույնիսկ անբարոք համարել, բայց սա պատրվակ էր ուղղակի այսօրվա դրությամբ ամեն կերպ աշխատում են որ Մանուկ Գասպարյանին մրոտեն, դա ես ոչ մի պաշտոնի ակնկալիք չունեմ, նույնիսկ վերջերս տեղի ունեցավ համագումարում այնպիսի մտքեր ես ասեցի, որ Հայաստանը ավտորիտար ռեժիմի տակ է, որ երկու մարդեր են երկիրը ղեկավարում, առաջի տասնյակը երկու մարդով են ղեկավարում Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եւ այդ տասնյակում էլ ուրիշ ղեկավար մարդ չկա, մնացածը երկրորդ տասնյակից անկում մարդիկ են, թերթերը բան համարյա չհրապարակեցին ոչինչ դրա մասին, եւ այսքանից հետո ուրեմն կա նաև էլի պատմություն, ես արդեն 3-րդ ամիսն եմ զրկված եմ հեռուստատեսությամբ ելույթներից, առաջ շաբաթը մեկ ինձ ոնց էլ հրավիրում են մի հեռուստատեսություն, հիմա որը պետական հեռուստատեսությունը արգելել են, որը մասնավոր հեռուստատեսություն է ուղղակի խնդրանքով, ծանոթներով բանով, արել են այնպես, որ ես ելույթ չունենամ։ Հասավ իր ապոգեին պահը այն ժամանակ, երբ որ ես 10 օր առաջ հրավերք էի ստացել դելեգացիայի հետ, հայկական համայնքին հրավիրել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Եվ ես պատրաստում եմ գնալ նահանգներ չճանաչած ինչ-որ մի ֆիրմա, ինձ իմանալով ինքը, ես չեմ ճանաչել նրան, ամերիկյան կոնգրեսմենները պետք է մասնակցեին նրա հոբելյանական այդ ֆիրմայի արարողությանը, հրավիրված էին նաև ես, դելեգացիայի մեջ մտած այդ ցուցակը, ես երբ որ ներկայացրել էին ամերիկյան դեսպանատուն, ես որպես պատգամավոր չպետք էր գնալ դեսպանատուն, գնալուց դեսպանատուն հետո իմ անձնագիրը ես վերջերս ստացել եմ կեղտոտված, որ 25-ին մուտք եմ եղել, կարող եք ցույց տալ, եւ 31-ին նորից գրված է մուտք է եղած, բայց վիզա չեն տվել, որ ես գնամ Ամերիկա եւ չեն բացատրում ինչի համար։ Ինձ 3 օր առաջ այդ Ամերիկա մեկնելուց առաջ, ես արդեն 2 օր առաջ պետք է Ամերիկայում լինեի։ 3 օր առաջ ինձ մի Ղարաբաղցի ազգությամբ ծագումով ասեց. «Պարոն Գասպարյան, ես քեզ հարգում եմ, բայց դու Ամերիկա չես գնալու»։ Ասում եմ չեմ գնալու։ Ո՞նց կարող է դեսպանատունը ստերի կոնգրեսմենին, փաստորեն ազգային ժողովի պատգամավորին թույլ չտա, որ գնա Ամերիկա։ Ասես չես գնալու, եթե գնաս էլ, արդեն Ամերիկայում նախապատրաստված է, որ դու գնում ես այնտեղ ելույթներ ունենալու համայնքում, որ այնտեղ քո դեմն առնեն։ Այս ամբողջը sense կուտակել։ Դուք կարծում եք, որ այստեղի իշխանությունները լծակներ ունեն Ամերիկայի դեսպանատան վրա։ Ուրեմն դեսպանիվալ լծակներ չունեն 100%-ով, ես համոզված եմ դրանում։ Գլխավոր հիպատոսիրա լծակներ չունեն, բայց Ղարաբաղյան կլանը կարողացել է մի շարքային մարդ գտնել այնտեղ եւ ինչ որ անհետետ մի պատասխանով ինձ հետ գցել, որպեսզի ես Ամերիկայի Միացյալ Նահանգներ չմեկնեմ։ Ես սա ասում եմ հիմնականում դրա համար, որովհետեւ ես քաղաքական կազմակերպություն ղեկավար չեմ կարող ներկայացնել, որ հյուպատոսները լսի, հրավիրեն ինձ բացատրեն ինչի համար իմ մուտքի վիզան չի խտնված իմ անձնագրում Ամերիկա մեկնելու համար, որովհետեւ ես գտնում եմ, որ սա կլանային խմբավորման կազմակերպված գործ է։ Հեշտ լուծվող հարց է, մենք կարող ենք առավոտ թերթից զանգել հարցնել, ինչու Մանուկ Գասպարյանին չեք թողել։ Նրանք երևի պատասխան կտան։ Լուծվող հարց։ Օրինակ ես հաջողով կուզենայի, դուք գիտեք ինչի ես չեմ գնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Մանավանդ ես առողջական խնդիրներ ունեի, այնտեղ էլ մարդիկ երաշխիք էին տվել, որ եթե ես մեկնեմ, իրենք իմ բուժման ուշադրություն կդարձնեն։ Պարոն Գասպարյան, մի հարց ուրեմն Էլի Վանաձորի մասին, ճիշտ է, որ ձեզ հարցրեցին, կարող է դուք զենքի վրա էլ երթվեք եւ դուք զենքը հանեցիք, ասեցիք, հա հենց հիմա էլ պատրաստ եմ երթվել։ Ուրեմն դա հերուրանք է, դա սրիկայություն է, ովքեր այդպիսի բան են ասել։ Ես ուրեմն քանի որ գիտեք ազգային ժողովի պատգամավորը զենք ունի, հենց ստուդիայում զենքը ցույց եմ տվել, ասել եմ ես զենք ունեմ, բայց զենքի վրա մի անգամ եմ երթում տվել, ելել հավատարիմ լինել ամբողջ կյանքում, հավատարիմ լինել իմ սեփական կնոջ է։ Դաշնակցությանը երթում տալ եւ հավատարիմ լինել զենքի վրա դաշնակցական կուսակցություն դա բացառված է։ Բարբար ես ասում, այն ինչ որ ասում։ Հա, շատ բարի։ Եվ երկրորդ բանը, որ ինձ ճիշտ ասած խրտնեցնում է փոքրիչ Ղարաբաղյան կլան ձեր արտահայտությունը։ Միթե կարևոր է, թե որտեղից են ծագումով Հայաստանի, որ մասից են ծագումով մեր ղեկավարները։ Կարևորը նրանք լավն են, թե վատն են։ Ասեմ ձեզ։ Ուրեմն ես հերոսական Ղարաբաղցի ժողովրդից, ծագումով Ղարաբաղցի ժողովրդից ներողություն եմ խնդրում, համառության եւ իրենց այդ հերոսական արարքների համար ընդհանրապես ամբողջ կյանքում ես այդ ժողովրդին հարգում եմ։ Եկեք մենք 10-15 հոգի Ղարաբաղյան ծագում ունեցող կլաններին ամբողջ Ղարաբաղյան ժողովրդը չշփոթենք։ Իրենք ուզում են անպայման շփոթեն, որովհետեւ այդ 10-15 յուրաքանչյուր տեղ էլ այլանդակներ կան։ Հիմա որ այդ կլանը ձևավորվել է 10-15 հոգի ամբողջը Ղարաբաղյան կլան են, ես մեղք ունեմ, Ղարաբաղի ժողովուրդը մեղք ունեն, Ղարաբաղցի ծագումով ինչ մեղք ունեն։ Որ չեն տանում նրանց այդ կիսում իրենք այդ առածները։ Այսօր քանի որ երկրի ղեկավարը այնտեղից է, զինված ուժերի նախարարն այնտեղից է, այդպես է ձևավորվել, վստահում են այդ մարդիկ դրանց։ Նույնիսկ պրեզիդենտի ախրանայի 70-ից 90%-ը ծագումով այնտեղից է, նույնիսկ այնտեղից բերվածներ են։ Այսպես է հիմա իրողությունը, այսպես է եղել։ Այսօր փաստորեն իրենք, ասեմ ձեզ, ինչի հրապարակեցին այդ աբզացը Վազգեն Սարգսյանի հետ կապված։ Ես եթե մտորում չունենայի, այսօր չէի գա ստուդիա։ Ես գտնում եմ, որ ինչ որ ակցիա է պատրաստում Ղարաբաղյան կլանը իմ դեմ։ Ուղղակի Վազգեն Սարգսյանի ասած իմ աբզացը 96 թվականից պահելով բերեցին այսօր ամիսներով անգամ այդ ընդրություններից հետո պահելով բերեցին այսօր հրապարակեցին ինչ որ մի կեղտոտ ակցիա են ուզում իմ հանդեպ իրականացնեն, հետո որ հանգարց ակցիան իրականացնեն պրծեն, պետք է գցեն ըստ երևույթին Վազգենի շրջապատի, որ Վազգենի հանդեպ Մանուկ Գասպարյանը բան է ասել։ Եվ մենք նրանք երևի վրեժխնդիր եղան։ Հասկանում եք ինչու՞մն է բանը։ Այս սրանում է ես դրա համար վտանգից գալով Ղարաբաղյան կլանը Եվ ընդհանրապես, եթե ես վախ չունեմ, Ղարաբաղյան կլանից էլ չեմ վախենում ոչ մեկից էլ, բայց եթե իմ հանդեպ ինչ-որ մի ակցիա կատարվեց, ես գտնում եմ, որ այս երկրում որևէ ակցիա կատարելու դեպքում ամբողջ մեղավորությունը ես թողնում եմ Ղարաբաղյան կլանի վրա։ Դուք ասում եք նրանք առել են եւ այլն, այսինքն դուք ենթադրում եք, որ նրանք ունեն տնտեսական լծակներ եւ
կարող են հարստություն կուտակել, այդպես է։ Այնպիսի հարստություններ են կուտակել, որ արդեն տնտեսական լծակներից անցել են, մարդկանց են առնում։ Այսօր քաղաքական ուժեր են առնում, առանձին ժուրնալիստներ են առնում են այնպիսի ձեռնարկություններ, որոնք տնտեսության հետ փաստորեն համարյա կապ չունեն, առնում են հանքային ռեսուրսներ, այսինքն առել են ենթադրենք Հրազդանի ցեմենտի գործարանը։ Արարատի։ Հրազդանի։ Սուսպուս առել են Հրազդանի ցեմենտի գործարանը։ Եթե իրենք Վազգեն Սարգսյանին հարգում էին, չէ՞, ես էլ չէի հարգում, տեսեք ինչ արեցին, երեք միլիցիայով գնացին մտան Վազգեն Սարգսյանի եղբոր գործարանը, շվեյցարացիներին տարան, որ պրիվատիզացիա այդքանով են հարգում իրենք Վազգեն Սարգսյանին։ Թող հարգանք այդպես ցույց չտան։ Իսկ այն գործարանը, որ առել են Ղարաբաղյան ծագում ունեցողները, Հրազդանի ցեմենտի գործարանը, գիտեք ինչ է ստացվել։ Ուրեմն նրանք հիմա նրանց դիմել են բանի, որ գազ բաց թողի ադոնցին, 400 միլիոն այդ ձեռնարկությունը պարտք ունի գազարդին, հայ-ռուս գազարդին, ադոնց երբ որ ասել է փողերը վճարեք նոր ձեզ գազ կտամ, այսօր ադոնցի հարցը դրված է հանելու վրա, այսօր Մոսկվայում եթե չեմ սխալվում ադոնցը գնացել է, որ իրեն ազատեն 100%-ով համոզված եմ, Ղարաբաղյան ծագում ունեցող մեկիներ դնելու են այդտեղ այդ ռուս-հայ գազարդի տնօրեն։ Տեսեք ինչ է կատարում, հետո ասում եք ինչ եք բանի պատկանելություն, ես պատկանել իրենք եմ պատկանելություն հաշվի առնում, ես բացարձակապես, ինձ համար մարդը ինչ տարբերություն ծագումը որտեղից է։ Եվ այսօր տեսեք ինչ է, այսօր նաև ոտնձգություն է կատարում ընդեղ, ոտնձգություն է կատարում ֆուտբոլում, տնտեսական նորմալ գործաներ չեն առնում, ֆուտբոլն են ուզում առնեն, հիվանդանոցներ են ուզում առնեն, վերջերս ես հանդես եմ եկել բանում, դիմում եմ գերել, գնացել եմ ֆիզիոթերապևտիկ ինստիտուտ, ժողով եմ անցկացրել կոլեկտիվ բացարձակապես դեմ այդ ինստիտուտի սեփական աշտարմանը։ Երկու կլան են այսօր, մեկը Ղարաբաղցիներից կազմված կլանը, մեկը հենց Ղարաբաղի կլանը, այդ երկու կլանը իրար հետ նույնիսկ հակառակված ուզում են առնեն ֆիզիոթերապևտիկ ինստիտուտ, ընդհանրապես $300,000։ Իսկ որ ընդեղի մենակ բնությունն արժի $1 միլիոն։ Կարմելու են այնտեղ բասեյներ կա, սաունաներ կա, դրանք օգտագործեն երևի։ Բայց Հայաստանում կա մի հատ առողջության վերականգնման ընդհանրեն հիմնարկություն։ Դա ֆիզիոթերապևտիկ ինստիտուտն է։ Չի կարելի, այսօր մեր պետությունը չի կարող անգամ 30 տարի հետո առողջություն վերականգնող մի ուրիշ հիմնարկ կառուցել։ Որ աչքերս հերիք չի փակել, մենք փակելով վերջ ուր ենք գնում։ Շատ բարի, պարոն Գասպարյան, մենք դիմենք մեր հեռուստադիտողներին, ազգային ժողովի պատգամավոր Բանուկ Գասպարյանն են զրուցակիցը, խնդրեմ ձեր հարցերը։ Բարի երեկո, հեռուստադիտող Սիրանուշ Մանուկյանը հարցնում է. ՀԺԿ ՀՀԿ հարաբերություններն ինչպես է գնահատում ՀԺԿ համագումարում վարչապետի դեմ հնչած մեղադրանքների ֆոնի վրա։ Երկրորդ հարցը Վահե Սիմոնյանին է հետաքրքրում. Դուք պահանջելու եք նախագահի հրաժարականը, եթե վերջինս չկատարեր ձեր պայմանները, ինչ է նախագահը կատարեց ձեր պահանջները, եւ Պարույր Գրիգորյանի հարցը ինչ եղավ անհայտ ճակատագիր ունեցող մազութի գործը։ Շնորհակալություն։ ՀԺԿ ՀՀԿ հարաբերությունները, քանի որ համագումարում նաև ձեր կողմից, չէ, ՀԺԿ-ի հնչել է սուր քննադատություն ՀՀԿ-ական հանրապետական վարչապետի վերաբերյալ։ Գիտեք ինչ կա, ՀԺԿ-ն փաստորեն իմ կարծիքով իրավաբանորեն ուղղակի գտնվում են միասին, բայց դե ֆակտո ամուսնալուծված են, ուղղակի ինչ որ իրավունքներ են, պրավաներ են կաչատանում, ես այդ հարաբերությունները գնահատում եմ ուղղակի ավելորդ, այսօրվա դրությամբ իմ կարծիքով պետք է այն ինչ որ կոտրված է պետք է կոտրվի եւ պետք է բաժանեն եւ իմանան թե ինչումն է բանը, որովհետեւ այսօրվա դրությամբ մեկը մյուսից նեղացածի կերպար ստացած ցանկացած պատե անպատե առիթի միջավանություններ են առաջ գալիս եւ այդ հարցը ես թողում եմ ուղղակի ընթերցողներին։ Ես ավելի այնտեղ ուրիշ հարցեր տեսա, որ ինձ ավելի շատ հետաքրքրող։ Դուք պահանջել եք նախագահի։ Ես պահանջել եմ ուղղակի հարգելի հարց տվողը թող լավ իմանա, որ ես Պրեզիդենտից պահանջել են, որ ինքը ինքնաբացարկով հրաժարական տա, քանի որ չի կարողանում ղեկավարել այս երկիրը։ Ես չեմ ասել, որ ես ակցիա եմ անելու նրա հրաժարականի։ Ես առաջարկել եմ, ես հայտարարել եմ, որ հեռացի, ինքը որ չի գնում, ես ինչ անեմ, ես ժողովրդին անհատ մարդ եմ, չեմ կարող ժողովրդին անել ոտքի։ Ամենակարևորը, երրորդ հարցին պատասխանեմ։ Այսինքն նշանակում է, որ այդ պահանջը ուժի մեջ է այսօր։ Այո, իհարկե ուժի մեջ է։ Հա, շատ բարի։ Մազութի վերաբերյալ։ Մազութի վերաբերյալ, ես արդեն վերջերս եկա մի հայտարարի, որ մազութի գործը ընդհանրապես մազութ չի դա, էներգետիկ համակարգի 92-99 թվականի չարաշահումները չի բացահայտվելու դատախազության կողմից։ Քննությունը նորմալ չի վարվելու, որովհետև ես վերցեցի նորից թերթեցի, իմ համար պարզեցի մի երևույթ։ Ուրեմն 42 միլիարդ դրամի դուրս գրումը, որ կատարվել է 97 թվականի վերջին բախշիչ ցանցերից 26 միլիարդը ապօրինի է։ Սրա այդ ժամանակ վարչապետ է եղել ոչ թե բանը Հրանտ Բագրատյանը, ոչ էլ բանը եղել է Ռոբերտ Քոչարյանը։
148 միլիոնի ակտը, որ հայ գազարդը դարձել է հայ-ռուս գազարդ, 148 միլիոնով փաստորեն, որ 55%-ը վաճառել են ռուսական կողմին, էլի ձևակերպված է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Ես եկա այն համոզման, որ եթե 300 միլիոնից 200 միլիոնից ավելը Ռոբերտ Քոչարյանի օրոք է եղել, ոնց կարող են այս գործը տրամաբանական վարչանի հասցնել, եւ այսօր իմ կարծիքով դատախազությունը դանդաղեցնում է հիմնականում այդ պատճառով, որովհետեւ 26 միլիարդ ապօրինի դուրսդրում է կատարվել բացից էլեկտրոցանցերից։ 97 թվականի գումարները, որ պետք է վճարեն եւ ձեռնարկությունները, եւ քաղաքացիները, եւ կոոպերատիվները, եւ մասնավոր ձեռնարկությունները, դրա 80%-ը փաստորեն 26 միլիարդ գումարի չափով այդ տարվա գումարները հաշվել է անհուսալի դեբիտորական պարտ եւ դուրս է գրվել։ Խնդրեմ, իսկ դատախազություն չի ուզում պարզի։ Համատեղ ձեռնարկության համատակ քողարկված տեղի ունեցել հայ գազարդի սեփականաշնորհում։ Իրենք գրել են, որ համատեղ ձեռնարկություն, թող վերցնի հարգելի դատախազությունը, նայի կանոնադրությունը, համատեղ ձեռնարկություն կազմելու ժամանակ պետք է կատարեն 270 միլիոն գնահատված էր մեր գազարդը, պետք է 270 միլիոներ ներդրում աներ ռուսական կողմը։ Ռուսական կողմը գալիս է մեր 270-ի վրա, ասում է քունը 270-ը ինքը ներդրում չի անում։ Ասում է քու 270-ի կեսի չափով ես քեզ գազ կտամ։ Էնել ոչ թե 53 դոլարով, այլ 70 դոլարով գազ կտամ, եւ շո մենք քվիթ կլնենք։ Գազարդի ունեցվածքը մնում է 270 միլիոն, ոչ մի կոպեկ չի ավելանում, բայց գազարդի փաստորեն ռուսական կողմի մուտքերը չի մտնում այդ հաշվեկշիռ։ Եվ այս օրինականությունը պարզելու այդ 148 միլիոն դոլարի գազներ, որ ստացել են, գնացել է բախշից ցանցեր, չի վերադարձել պետական բյուջե, որպես սեփականաշնորհման միջոցներից առաջացած աղբյուրներ, դրել են եւ բացատրում են։ Ավելին, քննիչը, որը զբաղվում է այդ գործով, մի թուղթ է ուղարկել ազգային ժողով, որ հիմա չեն ուզում քննարկել այդ հարցը, գրում է, մեր գազարդը արժեցել է ոչ թե 270 միլիոն, այլ արժեցել է ընդամենը 20 միլիոն դոլար։ Ակազույցը, էներգո մեր նախարարությունը խաբել է ռուսական կողմին, այն 20 միլիոնանոց ձեռնարկությունը 270-ով է վաճառել։ Դատախազության քննիչը դարել է ավելի կաթոլիկ, քան էներգետիկ նախարար։ Հա, հասկանալի։ Այսինքն այնտեղ տեղի ունեցել օրենքի խախտում, կոպիտ խախտում, որի հովանավոր է, որի հետ համենայն կապ ունի այն ժամանակվա վարչապետը։ Այն ժամանակվա վարչապետը հետագայում է օրինական 98 թվին արդեն վավերացրած թուղթը, մենք 98-99-ը 2000-2001, 97 թվին կնքվել այդ պայմանագիրը, իսկ 97 թվին այդ ժամանակ վարչապետ է եղել պարոն Ռոբերտ Քոչարյան։ Շատ բարի։ Մենք ունենք հեռուստադիտողների հարցեր, Մանուկ Գասպարյանի հետ եմ ես զրուցում, խնդրեմ։ Հեռուստադիտող Արտակ Մկրտչյանը հարցնում է 90-91 թվականներին 26 կոմիսարների դատախազությունում որպես 4-րդ ծննդարի տնօրեն օպերատիվներից գնված փչացած մթերք է վաճառել Հայաստանում, գործն այդ ինչպես ավարտվեց։ Երկրորդ հարցը Տեր Պողոսյանինն է, ինչպես եք վերաբերում, որ մեր կաթողիկոսը Մոսկովյան եւ Նախիջևանի թևի ղեկավար է նշանակել իր եղբորը եւ Արմենիա հյուրանոցի հարցին ազգային ժողովը երբ կանդրադառնա։ Շնորհակալություն։ Ինչ բարեբության կոմպրոմատներ ունեն ձեզ վրա։ Ինչ մթերք եք վաճառել 90-91 թվականին։ Ուրեմն Ղարաբաղյան կլանը փորում է իմ Գերդաստանը, որ Ալաշկերտից է գաղթել 1829 թվականից, բայց ոչ մի բան չի գտնելու։ Դա հերուրանք է։ Ես 90-91 թվականին սննդարի տնօրեն չեմ աշխատել։ Ես աշխատել եմ սննդարի տնօրեն մինչև 90 թիվը եւ 89 թվին Հայաստանի ձեռնարկություններից, այն առևտրական կազմակերպություն, որտեղի տնօրենը եղել եմ ես, ամբողջ սննդարի 200 հատ եռագույն դրոշ առանց օրենքն ընդունելու Բաղրամյանից, ովքեր տեսել են կհիշեն, Բաղրամյանից մինչև Կոմիտասի վերջը ոչ թե շրջկոմի քարտուղարներ կախել եռագույն դրոշներ, այլ ես եմ կախել։ Ես այդպիսի բան չի եղել, դա սուտ հերուրանք է, պատերի տակից հավաքած նյութ։ Այդպիսի բան չկա։ Այդ ասողը հաստատ Ղարաբաղյան կլանի հետ կապ ունեցող մարդ։ Ինչպես եք վերաբերում, չգիտեմ դա որքանով է ձեր մեկնաբանության խնդիրը, որ կաթողիկոսը մեկին հանեց, մյուսին իր եղբորը նշանակեց։ Աստծո գործերի մեջ ես չեմ ուզում խառնվեմ, ես մի քիչ հավատացյալ չեմ։ Որտեղ Աստված լիներ, դեռ այսքան անարդարություն էս երկրի վրա չլիներ, բայց դա ուղղակի եթե ազնվությամբ փոխվել է ռուսական թեմի առաջնորդը եւ ազնվությամբ ընդրություններով առանց կողքից արգելքների ընդրվել են նոր ընդեղի սրբազան, թող լինի այդպես, կամքն է դա ընդեղի մեր հավատացյալների, բայց եթե դրա մեջ խառնվել են, Աստծո գործերի մեջ խառնվել են եւ արհեստական է դարձել, Աստված նրանց ստերեոտին կպատժի։ Արմենիա հյուրանոցի սեփականաշնորհմանը ինչպես եք վերաբերվում։ Արմենիա հյուրանոցի սեփականաշնորհումը եղել է, կոլեկտիվին անտեսել են, այդ 20%-ի պատմությունը առեսօր կա, այդ խնդիրը ամեն օր ծեծվում է, այդ խնդիրը նորից չեմ ուզում մանրանալ։
Համագումարում ՀԺԿ-ի համագումարում դուք արդեն նշեցիք, որ դուք ասել եք, որ Հայաստանում հաստատվել է ավտորիտար ռեժիմ։ Դրա արտահայտությունները, ապացույցները։ Ուրեմն Հայաստանում ձևավորվել է ավտորիտար ռեժիմ երկու մարդու ղեկավարությամբ, դա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգն է։ Ավտորիտար ռեժիմի երևույթները ինչպես են գնում, եթե դու զրկվում ես 3 ամիս հեռուստաեթերներից, տված այդ նյութը ամեն թերթ չի տպագրում։ Ժուրնալիստներ կան, որ սպասում են, չեն հիշում այնքան ժամանակ, քանի դու ասենք կլանից մեկին չես կպնում։ Կլանից մեկին մի տող ասում ես, վերջացավ, սկսում ենք ուղեղից կպնել, մինչև եղունգները ինչն է։ Ավտորիտար ռեժիմի երևույթները սրանք են։ Ես ավտորիտար ռեժիմի աղմուկը բարձրացրել եմ ավտորիտար ռեժիմ ձևավորված է այսօր։ Ես ասում եմ, որպեսզի դիկտատուրա դեմը առնենք, դիկտատուրա չգա։ Գալիս է Հայաստան, հիմա դիկտատուրա։ Դու պատկերացրեք, ոչ մի միտինգավորների գրեթե թույլ չեն տալի միտինգ անել, որ դահլիճում, որ իրենց հաջո կազմակերպություններ չեն, կուսակցություններ չեն, դահլիճներ անգամ արգելում են տրամադրել, որպեսզի նրանք իրենց ժողովները անցկացնեն։ Այսօրվա օրինակը ձեզ վառ օրինակ, հետո ինչ որ ասենք, թե ՀՇ-ի նախկին ղեկավարներն են կազմակերպել Աշոտ Բլեյանի հետ կապված ակցիա։ Ժուրնալ, որտեղի ճարտարապետների տանը, որտեղ արգելել են, այնտեղ մարդիկ հավաքվեն եւ նրա պաշտպանության խորհուրդը որոշում կայացնի։ Բա կարելի է այդպեսի բաներ, իհարկե չի կարելի։ Շատ բարի։ Բա որտեղ մնաց դեմոկրատիան։ Եթե դեմոկրատիան չշուր որ ավտորիտարիզմ։ Մանուկ Գասպարյանի հետ եմ ես զրուցում, եւս երկու հարց խնդրեմ։ Հեռուստադիտողներից մեկը հետաքրքրվում է ազգային ժողովը երբ է զբաղվելու ավիացիայի չարաշահումներով։ Երկրորդ հարցը հրազդան կասկադի աշխատողները 6 ամիս է աշխատավարձ չեն ստացել, միգուցե ձեր 1 ամսվա աշխատավարձը մեզ տրամադրեիք, հարցնում է հեռուստադիտողը։ Շնորհակալություն։ Դուք $200 եք ստանում, չէ՞, դուք կարող եք հրազդան կասկադին դա տրամադրել։ Այդ ընկերը, որ իր աշխատավարձը չի ստացել, է գտնում է, որ ազգային ժողովի падգամավոր Մանուկ Գասպարյանը, որ սա որ խոսում է Թալանի դեմ, այդ իր աշխատավարձի հաշվին պետք է ստանա, խնդրեմ, թող գա իրեն իմ հնարավորության սահմանում իմ աշխատավարձից կտրեմ, այդ ընկերոջը բավարարեմ ես, իսկ 6 ամիս իրենք տնտեսարող սուբյեկտ են, իրենք պետք է միլիոնների շահույթ տան ոչ թե ժողովրդի աշխատավարձ, այլ միլիոնների շահույթ էլ պետք է տան բյուջեի։ Որտեղ Սևան հրազդանք կասկադը նույնիսկ ամեն անգամ գրում ենք, ամեն անգամ հաշվարկում են, որ ավելորդ ջուր է օգտագործում Սևանից էներգիա արտադրելու համար։ Իսկ ավելցուկ էլեկտրոէներգիայի ձախ ճանապարհով վաճառում են եւ ժողովրդին պարչուր։ Այդ թող պայքարեն դրա դեմ իրենք կոլեկտիվով կանգնեն պայքարեն։ Շատ բարի։ Երբ է զբաղվելու ավիացիայի չարաշահումներով։ Ուրեմն ասեմ, ավիացիայի հետ կապված ես մի երկու խոսք ուզում եմ անպայման ասել։ Վերջերս մեր հաշվետվությունն էինք լսում, մենք մեր հանձնաժողովում ազգային ժողովի վերահսկիչ պալատի։ Վերահսկիչ պալատը զեկուցեց մի տվյալ, որի իմանալով հանդերձ ես առ այսօր ես չեմ կարողանում հանգիստ իմ տեղը գտնել։ Ուրեմն հայկական ավիաուղիներին Կոմերց բանկի միջոցով տվել են $5 միլիոն վարկ։ Վարկը տալու համար գարանտ է կանգնել մեր կառավարությունը։ Պատկերացնում եք, կառավարությունը գարանտ է կանգնել, գարանտ նամակով, որ հանկարծ ավիաուղիների այդ վարկը ուտեն, կառավարությունը պետք է փակի այդ միջոցները։ Հետագայում այդ վարկը ժամանակին չեն վերադարձել, փոշիացրել են ավիաուղիները, փոշիացումից հետո ժամկետը որ լրանում է, Կոմերց բանկն այնպեսի հզոր տերեր ունի, որ այդ փողը բանալ պետք է վերադարձնել, այդ փողը վերադարձման կիսատ բանը մի հատ էլ վերաձևակերպում են, արդեն դրա ունեցված կա ավիաուղիների որ գրավ է տրված, մի հատ էլ վերաձևում են անում, այս անգամ Պրոմստրոյ բանկից $1.3 միլիոն նորից տալիս են հայկական ավիաուղիներին, ինչա Կոմերց բանկի պարտքը փակվի։ Եվ այսպես իսկ ես երբ որ ասում եի Բաքսից ցանցերը հավատարմագրային կառավարման պարոն նախագահ տվեք ինձ պատասխանեցին, գիտեք ինչ պատասխանեցին, պետք է գրավ դնես, ինչ գարանտիա ունես։ Այսինքն ես երկրի որպես քաղաքացի, որպես падգամավոր պետք է գրավ դնեմ, իսկ հայկական ավիաուղիները որ լափելով ման են գալիս, վարկերը պետական գարանտ նամակով, երաշխիքով վարկեր են տվել եւ այդ վարկերը փոշիացել։ Պարոն Գասպարյան, շատ շնորհակալ եմ։ Հիմա էլ ուզում են սեփականաշնորհեն ավիաուղիները ներողություն։ Ուզում են սեփականաշնորհեն, իհարկե այդ վարկերը դու գնաք քուրի։ Ավիաուղիներն Երևան Զվարթնոց օտարանկարն է դրված է վաճառքի սեփականաշնորհման ցուցակը, որը երկշաբթի մենք դնենք քննարկման, մտածի այդ։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, ես ձեզ հաջողություն եմ ցանկանում։ Սիրելի բարեկամներ, վաղ մենք նորից կհանդիպենք, տեսություն։